Հարգելի ներկաներ, մենք այսօր ցուցադրում ենք Սողոմոն Թելերյանի դատավարությունը 8-րդ A, B և 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Բերլին, 1921 թվական, մարտի 15-ին Շարլոտենբուրգում Հանդերբերգ փողոցով ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանություն։ Ով է սպանվել։ Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ջիվախ։ Ով է սպանել։ Երիտասարդ մի հայ ուսանող։ Եթե սպանվածը մի ոճրագործ չէ, այլ արտոսողը մի ջիվախ, ապա մարդկությունը կվել է մի հրեշից, որը եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ։ Այո, նա 3 կողմերից դատապարտված է եղել մահապատժի։ Նրա անունը Թայլաթ է, որը փաշայի տիտղոս ունի։ Առաջին անգամ նա մահապատժի է դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին, երբ ընթանում էր համաշխարհային առաջին պատերազմը։ Պատերազմից հետո Թուրքիայի կառավարությանը կկանչեն պատասխանատվության, կպատժվեն հայկական ջարդեր կազմակերպելու համար։ Թայլաթը, Էնվերը, Բեհադինը, Շաքիրը, Լազուբեյը կդատապարտվեն մահապատժի, բայց այն չիրագործվեց։ Դա իրագործեց Սողոմոն Թելերյանը, որը 1,5 միլիոն հայ մարդկանց, հայ ժողովրդի դատավճիռների կատարածում։ Դա ազգային պարտքն էր, որ ամեն հայ պիտի կատարեր այդ պարտքը։ Բերլինի դատավորը գիտեր դա, թե ինչու է Թելերյանը սպանել Թայլաթին։ Սպանության բացահայտումը պատիվ չի բերի Գերմանիայի նախկին ղեկավարությանը։ Ուստի դատավարությունը պետք է գրել քաղաքական բնույթ, իր հակակշիռ Թուրքիայի կիսատ մնացած դատավարությանը։ Գերմանացի Գոլցն էր թուրք բանակի կազմակերպիչը, որը նույնպես մասնակից էր այդ չարագործությանը, որի հրամանով պետք է անմեղ հեռագրեր ուղարկվել Գերմանիա։ Հեռագրերից շատերը ձերբակալվել է Թայլաթի կողմից և հասել Բերլին։ Բրյուզե, դեսպան Վագենհայմին, բազմաթիվ ընտանիքներ տեղահանվեցին, բանտերը լեցուն են կանանցով, կախահանները անհամար են։ Մայիսի 26, Հալեբ, Հյուպատոս, Լյուզեր, դեսպան Վագենհայմին, տեղահանությունը թափով շարունակվում է Կիլիկիայի քաղաքներում։ Հունիսի 10, Մոսուլ, Խոշթայնից, Եփրատ և Տիգրիս գետերի վրայով Մոսուլ են ուղարկվում հայ աքսորականներ։ Հոզանքները բերում են մարդկային մարմնի անջատ մասեր, շարունակվում է հայերի կոտորածը, բնաջնջումը, սևեր մարդկության համար։ Մայիսի 18, Ադանա, Հյուպատոս, Բրյուզե, դեսպան Վագենհայմին, բազմաթիվ ընտանիքներ տեղահանվեցին, բանտերը լեցուն են կանանցով։ Մայիսի 26, Հունիսի 10, Լյուզեր, Խոշթայնից, Եփրատ և Տիգրիս գետերի վրայով Մոսուլ։ Ոտքի դատարանն է գալիս։ Այժմ դատական այցյանի կազմը։ Նախագահ Լեմբեր, դատախազ Գորնիկ, Դատավոր Բախեր, Յոհանես Վելթհաուեր, խորհրդական, պաշտպան Ադոլֆ ֆոն Հենդել։ Նիստը սկսված է տիկնակ և պարոնայք, ներս բերեք ամբաստանյալին։ Դուրխի պակետ։
Խնդրում եմ հարգելի դատարան, իրազեկների մեջ լսել նաև պարոն Լեքսուսին և Լիման Ֆորզանդերսին։ Պետք է շեշտեմ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Հայաստանում, այլ Բեռլինում։ Այցանը վճռեց, որ պրոֆեսոր պարոն Լեքսուսին և զորավար Զանդերսին որպես իրազեկներ իրավունք ունեն գտնվելու դատավարությանը։ Այժմ սկսում ենք քննությունը։ Դուք ծնվել եք Բաղարիչում 1897 թվականի ապրիլի 2-ին։ Այո, Ովքեր են ձեր ծնողները։ վաճառականը։ Որտեղ էին ապրում։ Բաղարիչում, երբ ես 3 տարեկանի տեղափոխվեցի Երզնկա։ Քանի եղբայր ու քույր էին։ 2 եղբայր, 3 քույր։ Նրանք բոլորը ծնողների հետ էին ապրում։ Այո, բոլորը։ Որտեղ եք դպրոց հաճախել։ Երզնկան, դպրոցը հաջողությամբ եմ ավարտել։ Ձեր ծնողները նյութական լավ վիճակում էին։ Այո, շատ լավ։ 1915 թվականի Երզնկայի ջարդերից դուք անակնկալի եկաք։ Առաջներն են ջարդեր եղել, ծնողներս պատմում են այդ մասը։ Մեծ խմբերով էին հավաքվում։ 1914 թվականին սկսվեց պատերազմը, հայ զինվորները զինակոչվեցին։ 1915 թվականի մայիսին հրաման տրվեց դպրոցների փակման մասին։ Ցանկանում ենք Ամբաստանյալից լսել, թե ընտանիքի գլխով ինչեր են անցել։ Հունիսին հրաման տրվեց ժողովրդին քաղաքից դուրս գալու։ Դրամը եւ թանկարժեքները կարող էին պահ թողնել իշխանություններին։ Մեծ խմբերով էին հավաքվում։ Քարավանների ձևով խմբերով շարվեցին, Մեծ խմբերով էին գնում։ չգիտեմ, ծնողներս սպանվեցին։ Քանի օր քայլեց։ Չեմ հիշում։ Ովքեր էին ուղեկցում։ Ժանդարներ, ձիավորներ, զինվորներ եւ արժեքից եւ ետևից։ Ինչպես մահացան ձեր ծնողները։ Երբ քաղաքից դուրս եկան, զինվորները հարձակվեցին մեզ վրա։ Թալացին դրամն ու թանկարժեքները։ Ժանդարները տարան քրոջս, ես չեմ ուզում հիշել այդ օրերը։ Քրոջը սպանեցին, եղբորս գլուխը կացնով կտրեցին, մայրս ընկավ, որոշ չտես։ Ինչ արեցիք դուք։ Գլխից արված կերա, այլևս ոչինչ չեմ հիշում։ Որքան մնացի լեռներում, չեմ հիշում, բայց աչքերս բացեցի, տեսա դիակներ։ Մորս, եղբայրներիս, ես գոռում էի, գոռում։ Հետո ինչ արեցիք։ Լեռների մեջ մի գյուղ գնացի, մի պարով վերքերս բուժեց և խնդրեց հեռանալ, որպեսզի խուսափի թուրքերի հետապնդումից։ Ձեզ ընդունողները հայեր էին։ Ոչ, քրդեր, նրանք 20 օր պահեցին, հետո ուղարկեցին դեպի Պարսկաստան, որտեղ մնացի 1 տարի Սալմաստում։ Իսկ հետո տեղափոխվեցի Թիֆլիս և մտա հայկական եկեղեցի, որտեղ ինձ գեստ հագցրին և դրամ տվեցին։ Որքան մնացիք Թիֆլիսում։ 1 տարի, 1916 թվականին հասա Երզնկա, մեր տունը կործանված էր, ես ուշաթռի եմ։ Իմ պաշտպանը վատեզում, ես կպատասխանեմ հարցերին։ Երբ ուշքի է գալիս, մնում է իսլամացած ընտանիքի մոտ, որը հետո ռուսների գրավումից հետո դարձավ նորից քրիստոնյա։ Ամբողջ քաղաքում մնացել էին 2 ընտանիք։ Սողոմոնը իրենց քանդված տնից գտավ պահված դրամը, 4800 թրքական ոսկի, այնուհետև անցավ Թիֆլիս։ Հետո ինչ արեցիք։ Նա Թիֆլիսում հաճախեց Ներսիսյան դպրոց, որտեղ մնաց 2 տարի։ 1919 թվականին գնաց Կոնստանդինապոլիս, որտեղ մնաց 2 ամիս։ Անցավ Սալոնիկ, Փարիզ, դարձել է ցափարական, չխային ցնցումներ ուներ։ Երբ գնացիք Փարիզ։ 1920 թվականին ծանոթացա լրագրերի միջոցով ջարդերի հեղինակների Թալյաթի նեմերին և իմացա նաև, որ նրանք մահվան են դատապարտված։ Որտեղ տեսաք Թալյաթին։ Ինչքան բնակչություն կար Երզնկայում։ 20,000 գրեթե։ Հրամանը Կոնստանդնապոլսից էր եկել։ Այո, հայրը խումբ հեռանալու հրաման էին ստացել։ Հարցրեք Ամբաստանյալին, թե ինչու իրեն հանցավոր չի ճանաչում։ Դուք ձեզ հանցավոր ճանաչում եք։ Ինձ երկու հանգիստ է, ես ինձ հանցավոր չեմ անվանում։ Ձեր քիչը ինչու է հանգիստ։ Մեկ մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Ասացեք Ամբաստանյալ, Թալյաթին հետապնդելը և վերահսկելը ձեր հիմնական գործը համարեցիք։ Այո, փորձում ես սկզբում շարունակել ուսումս, բայց չէի կարողանում աշխատել։ Անընդհատ ջարդերի պատկերները, տեսիքները, մորս հոգին գալիս էր աչքերիս առաջ։ Դուք հաճախ եք չհանոպաներ ունենում։ Այո, հաճախ։ Դուք ապրում եք Տիկին Դիկմանի մոտ։ Իմ պաշտպանը վատեսքում, ես կպատասխանեմ նրա փոխարեն։ Սողոմոնը առաջին անգամ տեսավ Թալյաթին իր պատշգամբում, այնուհետև փողոցում։
Որտեղ էիք պահում ատրճանակը։ Սպիտակ եղել սունդուկի մեջ, ատրճանակը լիքն էր, մայրս կրկին աչքիս եկավ, ես դուրս նետվեցի, վրեժ, հետևեցի նրան, շատ մոտեցա, ատրճանակի փողը գլխի մոտեցեցի և թայլը տնկավ գետի։ Ինչ էիք զգում։ Սիրտը սողացավ։ Եթե ամբաստաններում հարցեր չկան, եկեք անցնենք փաստերին, ներս կանչեք Նիկոհայոս Եսեին։ Մարտի 15-ին առավոտյան ժամը 11-ին անցնում էի փողոցով։ Հանկարծ ամբաստանյանը ինձանից առաջ անցավ, ատրճանակը դուրս հանեց գրպանից և կրակեց։ Ամբաստանյան, Լուկայի ասածը ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Դուք ազատ եք, կանչեք հաջորդ Լուկային։ Ներս կանչեք հաջորդ Լուկային, Տիկին Թերզիբաշյանին։ Էլիզաբեթին։ Երդվում եմ ասել միայն ճշմարտությունը և ճշմարտությունը։ Ամբաստանյանը բնակվել է ինձ մոտ, նրա մասին կարող եմ ասել միայն լավը։ Նա շատ համեստ և պարկեշտ մարդ է։ Մի քանի անգամ հիվանդացել էր և բուժվում էր պրոֆեսոր Կասիրեի մոտ։ Դուք ազատ եք, Տիկին, ներս կանչեք հաջորդ Լուկային, Քրիստինե Թերզիբաշյանին։ Երդվում եմ ասել ճշմարտությունը և միայն ճշմարտությունը։ Ասած էր Տիկին Թերզիբաշյան, այդ խառը ժամանակ դուք հայրենիքում էիք։ Այո, Կարինում էի։ 1915 թվականի հուլիսին հայրին հավաքեցին և պահանջեցին հեռանալ։ Բաժանեցին և 8 օրում խմբերով հեռացին քաղաքից։ Մեր ընտանիքը բաղկացած էր 21 անձից, այժմ մնացել են 3-ը։ Խմբում քանի մարդ կար։ 500 ընտանիք։ Ընտանիքիս կորուստը աչքերովս տեսա։ Երդվում եմ, Պորսի հրամանով հայերը տեղահանարվեցին։ Ոստիկանները զենք էին փնտրում։ Երբ ես քայլում էի քաղաքի կողքով, ամենուրեք դիակներ էին։ Ոտքերս արյունով ներկվեցին։ Եղբորս աղջկա շորեր հագցնելով փրկեցի։ Ինչ եղավ մնացողները։ 30 ոստիկան սկսեցին հարվածել։ Տղամարդկանց անջատեցին կանանցից և բոլորին սպանեցին, իսկ հետո ջուրը նետեցին։ Գեղեցիկ կանանց որպես կին առան, իսկ նրանք ովքեր չէին ենթարկվում, սրունքներն էին ջարդում։ Հղի կանանց կողերը պատառոտում, երդվում եմ, ինքս եմ տեսել։
Դուք տեսնում եք մի շատ գեղեցիկ աղջնակի լուսանկար, մարաշցի Ազատուհին է այս երեխան։ Լուսանկարից երևում է, որ երեխան շատ լավ ընտանիքում է ապրել, մեծացել եւ շատ է տարբերվում կողքի լուսանկարներից եւ այս երեխայի ճակատագիրը շատ հետաքրքիր է դասավորվել։ Ամեն ինչ Աստծո նախախնամությամբ է իմ կարծիքով։ Ես ականատեսները պատմում են, որ այնքան շատ էին մահանում երեխաները, որ ամեն առավոտ սայլը գալիս էր, ցիասայլը։ Ասում է եւ մենք պատուհաններից նայում ենք, ինչպես էին դարսում մահացած երեխաների դիերը եւ տանում էին գերեզմանոցում թաղում էին։ Այդպես տասնյակներով երեխաներ ամեն օր մահացել են։ Միսիոներ բժիշկ Չարլզ եւ իրեն կին Ռուբի կանաուեիները մի օր տեսնում են, որ այդ երեխաների մեջ, որոնք արդեն պետք է տեղափոխվեն գերեզմանոց մահացած երեխաների մեջ, զգում են, որ այդ փոքրիկը շարժվում է, բայց լրիվ կմախ վիճակում Եվ այս բժիշկը ասում է, որ երեխան կփորձեմ բուժել, միգուցե կապրի, որովհետև ինքը դեռ կենտանի շատ փոքրիկ, կախեքսիա եղել, արի ոսկրածած է երեխան, պատկերացնում եք ինչ հրաշք է կատարվում։ Եվ բժիշկը բուժում է այդ երեխային, ասում է, որ ես փրկել եմ այս երեխային, պետք է որտեղ գրեմ։ Եվ այսպես փոքրիկ Ազատուհին, մարաշցի աղջիկը հայտնվում է Ամերիկայում։ Աննկարագրելի ցնցող պատմություն է, որ միանգամից կարող է այդքան ողբեր առաջանալ, գոյանալ։ Ես որ ընտանիքներում ապրող, շատ լավ ավանդական հայկական ընտանիքներում մեծացող երեխան արտանում է, որ ինքը ողբ է։ Եվ դա մասսայական ամբողջ արևմտյան Հայաստանում եւ Մազապուրց Գյումրիում հայտնված երեխաները փաստորեն մի քանի օրում դառնում են ողբեր։ Եվ երեխաները իրենց, եթե մայրերը մնացել են, մայրերի տատիկների ձեռքերը բռնած, ոտաբոբիկ, օրերով ճանապարհ են եկել եւ հանգրվանել են Գյումրիում։ 21000 ողբեր են Գյումրիում գրանցվում։ Ամեն հսկայական թիվ է, աննկարագրելի մի վիճակ, երբ երեխաները գալիս են Գյումրին ինքն էլ ոչինչ չունեցող, Հայաստանը խղճուկ, ցուրտ, մութ սով եւ ամեն եւ համաճարակներ եւ այս երեխաները պատկերացրեք կուտակվում են այս քաղաքում, դառնում է ողբա քաղաք։ Եվ այդ ժամանակ կազմակերպվում են կոմիտեներ, Մերձավոր Արևելքի նաև նպաստամատույց կոմիտեն է ստեղծվում, իրենք իրենց հերթին են նպաստում եւ կարճ այս կառույցների անունը դառնում է Ամերկոմի որբանոցներ, որովհետեւ շատ են եղել ամերիկացի միսիոներները, կամավորները։ Միջազգային Կարմիր խաչը, ամերիկյան կառավարությունը իհարկե շատ մեծ ներդրում ունեն որբանոցների կազմակերպման գործում, որովհետև եւ ոչ միայն հավաքագրման միջոցների գումարների հավաքագրման հարցում, այլ նաեւ ստեղծում են իրենք նպաստամատույց կոմիտեներ։ Կոմիտեներն էին, որ ներգրավում էին կամավորներին, հայտայտում էին միջոցներ, վերջահսկայական միջոցներ են պետք երեխաների պահպանման, բուժման, կերակրման, դաստիարակման եւ այստեղ շատ մեծ է այո ամերիկյան կառավարության դերը։ Ամերիկյան ժողովրդի հանգանակությունների շնորհիվ միանգամից $2 միլիոն է հավաքագրվել, դա այն ժամանակահամար համար շատ մեծ թիվ էր, եղել են շատ կամավորներ, շատ նվիրյալներ, ովքեր հասկացել են, որ պետք է փրկել այս երեխաներին։ Եվ ինքը Հայաստան ինքն էլ էր աղքատ, ինքնուրույն ոչինչ չէր կարող անել։
Այս որբանոցում եղել է նաև մի հատ շատ ուշիմ երեխա Վահան անունով, անունը իրա իմացել է, փոքր եղել, ոչ ոք չի եղել իրեն հետ, մենակ եղել։ Հավանաբար հարևաններն են գտել իրենց հետ բերել այնտեղից, եւ այս Վահանին բոլորին գրում էին անունը տասա, ազգանունը տասա, իմացել են։ Այս երեխային ասել են ազգանունը տասա, չգիտի ազգանունն ինչ է։ Եվ բոլորը ասել են, որ դե գիտեք, այդ Վահանը տես չունի, եւ իրեն ասել են, դե որ Վահանը, Տեսչունյան Վահանը։ Եվ Վահան Տեսչունյանին 9 տարեկանում, որտեղ գրում է մի ամերիկացի միսիոներ եւս, տանում է Ամերիկա, պահում է իր ընտանիքում, իրեն զավակի նման եւ ապրում է իրեն ամբողջ կյանքը, կայանում է Ամերիկայում որպես քաղաքացի, մահանում է իր բնական մահով, կտակը բացում են Տեսչունյան Վահանի, կարծում են, որ ինչ-որ մի գումար էին կախատկացրել, հետաքրքիր մի հատ նախադասություն, որ խնդրում եմ գտնել այն շենքը, որտեղ ես փրկվել եմ տիֆից, որտեղ ես կյանքի եմ կոչվել, չեմ մահացել, ինձ պահել են, խնամել են, խնդրում եմ այդ շենքը գտնել, որտեղ ապրեն այն երեխաները, որոնք խիստ կարիք ունեն գլխավերևում տանիք ունենալու, որ ոչ մի երեխա չթափառի։ Երբ arczepiskopos Աշյանը այդ կտակը բերում է Հայաստան, իրականացնելու կտակարարի կամքը, գտնում է շենքը, ստեղծվում է հիմնադրամ, Գյումրի հաշմանդամ ոչմերի տուն հիմնադրամ, որը պետք է զբաղվեր այս շենքի վերակառուցման աշխատանքներով, եւ Վահան Տեսչունյանի կտակը իրականացվում է ամենակարևորը։ Ավարտելով որբանոցը դուրս գալով, խոստանալով լինել պարտավոր եւ բարի քաղաքացի ու այլևս ուրիշի խնամքին չդիմել։ Այսպիսի տեղեկանք են տվել որբանոցից դուրս եկող երեխաներին, որոնք այս ներկայացնելով կարողացել են նաեւ աշխատանք գտնեն, քանի որ այնտեղ տարբեր արհեստներ են սովորել։ Շիրազը 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են Շիրազի հորը։ Եվ մայրը աշխատանք չունենալով, չկարողանալով կերակրել երեխաներին սովից փրկելու համար 3 երեխաներին 2 աղջկան տղային ստիպած տարել է որբանոց։ 20 թվին ամերիկացիները այստեղ բացել են Ամերիկումի որբանոցը, որը կազմել է քաղաքի 1/3 մասը։ Եվ Շիրազը 5-ից 7 տարեկան հայտնվել է այդ որբանոցում։ Երբ ինքը հիշում էր մանկության օրերը, ասում էր. «Մորս տուն նոր սոված կքնեինք, կթվար թե այս աշխարհը դժոխք է»։ Մեր սոր տարավ ամերիկացու լոբին կերան, կթվար թե աշխարհը դրախտ է, կուշտ քնելն էլ է լավ բան, բայց որ ճաղերից կնայենք մարդկանց տարած մրգի գույնին, կմտածենք տեսնի սա դի գույնը համ ունի, որբիսի մրգի գույնի համազգային պիտի փախնեին որբանոցից։ Փախել են դեպի շուկան, գողություն են արել ու իրենց գողությունը վայելել են Նախուրյանի ապին։ Ասում էր, այնքան շատ էին երեխեքը որբանոցի, տեղ չկար քնելու, գետնին կքնեինք, ու մեջքի վրա պարգելու տարածություն չկար, կողքի պիտի պարգեինք, ու հանգարց մեկը գիշերվա կեսին սխալվեր դուրս գար, հետ գարել տեղը չէր գտնի, պիտի ծերից պարգեր, այդ ծերից պարգերն է մրսել է, էլ կողքը մարդ չկա որ տակցնե, որովհետև ծածկոցել չկար։
հետադարձ հայացքով գրել է. «Մենք դարդի մեջ չգիտենք դարդն ինչ է»։ Երբ հետ է Նեգև որբանոց, ծեծել են, պատժել են կարգը խախտելու համար եւ իրենք շատ հաճախ են փախել որբանոցից ու 7 տարեկանում, երբ այդպիսի մի փախուստից հետո որ ավելի ուշ է հետ գնացել որբանոց ընկերների հետ, այս անգամ պատժել են շատ խիստ, առավոտ փախելու այլևս որբանոց չի գնացել, մնացել է փողոցում։ Հիշողության մեջ մնացել է բարդուծառը, իրենց խրճիթի մոտ եղած փողոցում, որտեղ բարդուծառը կդե տագին է քնել, մտածելով, որ մայրը կանցնի կգտնի տանի։ Օրերն անցել են մորը չի կդել, քնել է եկեղեցու պատի տակ, որ մայրը կամոն վառելու կդնի տանի։ 8.5 տարեկանում շուկայում կողություն անելիս կդել է մորը, գդապանաստեղծությունը կենսագրական է։ Իմ մանկության դառն հուշեր ու ես ձեր մեջ որբ տղա, բայց ահա խոր մի գիշեր որբանոցից ես փախա։ Մորս կարոդն իմ սրդին քաղաքն արի ոտնատակ, կդա միայն մեր բարդին ու մեր խրճիթն ավիրակ։ Նախենդ փայում փայպայում եւ խայտում էր իմ հոգին ու կարծես թե շուկայում ինչքան հաց կար ինձ տվին, բայց նա հացն էլ մոռացած դեռ ինձ կրծքին էր սեղմում, ախ նա մայրիկս էր կորած ոստուն տարավտուն։ Շիրազը չարաճճի երեխայի նման մեզ նայելով ասում էր. «Հետ չէ մտածի թե մերս եք, սիս ինչեղ լավ կնիգ է կրգել է պատ չի թողնի, համի հացի շադը կուդեմ կկշտանամ, մինչև վարտանը տղեկը կնախանձվի նոր ես այսօր կուշտեմ»։ Հետև հասկացա, տղեկը ոչ թե կերածս հացը կնախանձվեին, այլ մորս, որ մերը սնձի տուն կտան, իրանք կմնան դուրսը։ Ընտանիքը երկու քույր եւ ինքը հայրը եւ մայրը գաղթի ճանապարհին հայրն ու մայրը մահանում են եւ քրոջ մեկը մնում են ինքը եւ իրենից փոքր քույրը եւ իրենց խոսքերով ասեմ դրկիցը տեսնում է մնացած այս երեխաներին տեսնում է որ առանց ծնողների մնացել են ճանապարհին դնում է իր սայլի վրա ու բերում հասցնում է մինչեւ Ալեքսանդրապոլ ու հենց գալիս հասնում են տեղ հորս տանում է մանկատուն իրենք ասում էին որբանոց մանկատուն չէին ասում տանում է պոլիգոնի որբանոցը հայրս որբանոցից փախնում է ու գալիս գնում է քարանքներում աշխատելու 8-10 տարեկան երեխան բանվորություն պետք է աներ ու այդպես աշխատեց քարանքների այդ վարչությունում այդպես էր կոչվում 65 տարի իր ամբողջ կյանքը ոչ միտեղ ուրիշ էլ չաշխատեց իսկ մայրս ուրեմն 5 աղջիկ ու 1 տղա ընտանիքը հայրն ու մայրը գալիս են չեն մնում Ալեքսանդրապոլում գնում են Ղարաքիլիսա այսինքն Կիրովական Վանաձոր են գնում Տողերոսկով հիվանդանում են հենց տեղավորվում են Ղարաքիլիսայում գիշերը հայրն է մահանում առավոտ մայրը ու երեխաները մնում են մորաքույրներս ու մայրս մնում են այդպես առանց ծնողների մայրս ուներ հորեղբայր մորս եւ երկու փոքր մորաքույրներից բերում է Ամերիկայի որբանոց մի քանի խումբ աղջիկների այն աղջիկները որոնք ավելի տեսքով էին ավելի գեղեցիկ էին ավելի այդպես ընդունակ էին եւ շատ բաներ էին սովորել նրանց տանում էին Ամերիկա Կայարանում Միասնիկյանը գալիս ու չի թողնում տանելու, արգելում է։ Մայրս այդ խմբի մեջ է եղել։ Բարեբախտաբար ինքը իրեն չեն տարել Ամերիկա ու արդեն դպրոցը ավարտած է լինում։ Ղարսեցիները աշխատում էին իրենց տղաներին, աղջիկներին անպայման ղարսեցիների հետ ամուսնացնել։ Ու բերում է 27 թվականին հորս ու մորս ամուսնացնում է հորեղբայրը։ Հիմա որ տարիների հեռվից եմ նայում, որ մտածում ենք որբանոցում են մեծացել, միգուցե շատ դժվարություններ են տարել, երևի թե տարել են դժվարություններ,
բայց այն կրթությունը, որ իրենք էին ստացել, են ավելի շուտ դաստիարակությունը, գիտեք ինչ դաստիարակություն, շատ մարդասիրական։ Ես հիշում եմ մորս այդ վերաբերմունքը իր բոլոր մանկատան, իր որպանոցի բոլոր ընկերների հանդեպ եւ հակառակը Տիգրան 6 փողոցի վրա շենքեր կան, որոնք ֆրանսիացիներն են կառուցել։ Այդ շենքերից 3-ը տրված էր մանկատան երեխաներին, որոնք ավարտել եկել էին ու այդտեղ էին ապրում։ Ես հիմա բոլորի անունները մեկ-մեկ հիշում եմ, որովհետև մամաս մեկ էլ ասում էր ելնիկ գնա, ես էլ փոքր էի, երևի հետաքրքրասեր էի, ինձ էր տանում այդքան երեխի մեջ, հələ գնանք չինարի երեխեն հիվանդել է, գնանք տեսնենք ինչ եղավ։ Այդպես շատ կապված էին, այդ մարդասիրությունը կամ այդ որբությունը երևի կապել էր մեկը մյուսին։ Մենք հիմա աշխատում ենք այս կառույցում, երեխաներ ենք խնամում, դաստիարակում։ Ես կուզենայի, որ բոլոր երեխաները գտնեին իրենց ընտանիքները, կուզենայի, որ ես գործազուրկ տանեմ այդ։ Անկեղծ եմ ասում, սա է իմ ցանկությունը, որ երեխան ինչքան էլ հոգ տանենք, սիրենք, փայփայենք, երեխան պետք է մեծանա իր ընտանիքում։ Կանչեք պարոն Վերթաուերին։ Եթում եմ ասել ճշմարտությունը և միայն ճշմարտությունը։ Պարոններ դատավորներ, կուզեմ ավելացնել նաև, որ Թելերյանը հոգեկան ցնցում է ունեցել հարվածից հետո։ Շարունակ լսվել է, դա է վկայում բժշկական հաստատություն։ Ուզում ավելացնել նաև, որ այդ երկիրը արյունոտ ավանդույթներ ունի։ Հայտնի է, որ որտեղ ոտք են դնում թուրքերը, իրենց առջևից արյունոտ դրոշ են տանում։ 1683 թվականին թուրքերը տեսնում են իրենց Վիեննայի առաջ։ Եթե թուրքերը գնային Գերմանիա, Գերմանիայից ոչինչ չէ մնար։ Դուք ասατε պարոն Վերթաուեր։ Ներս կանչեք պրոֆեսոր Իրազել Լեպսյուսին։ Երդվում եմ ասել միայն ճշմարտությունը և միայն ճշմարտությունը։ Հայգերի դատավորներ, պատերազմից առաջ Թուրքիայի հայ բնակչությունը 1.850.000 է։ Բնական է, ստույգ մարդ համար չկա։ Հայերի մեծագույն մասը ապրում էին
Վանում, Տրապիզոնում, Կիլիկիայում եւ այլն։ Բարսագույն հրամանով հայերին քշեցին Դերձոր, Ռուքա, Մասուլ։ Տեղահանվել է 1.400.000 հայեր։ Ամբողջ բնակչության 10%-ը հասավ աքսորավայր։ Մնացած 90%-ը ճանապարհին սպանվեց, վաճառվեց կամ մահմեդականացվեց։ Այստեղ դուք լսեցիք Թերեդյանին եւ Տիկին Թեզիբաշյանին, նրանց կրածների եւ տեսածների մասին։ Պարոն, ես հարցնում եմ ձեզ, ինչպես կարելի է միլիոնավոր մարդկանց սպանել։ Պատասխանը մեկն է՝ դարվել է պետական մակարդակով։ Այն թուրքերը, որոնք օգնում էին հայերին աքսորարներին, նույն ճակատագրին էին արժանանում։ 1.850.000-ից մնացին 400.000-ը, որոնցից մի մասը ապաստանվեց Կովկասում։ Ասեմ ավելին, հայկական հարցը եւ հայ ազգը Անգլիայի եւ Ռուսաստանի քաղաքական շահերի զոհն է։ Դուք ազատ եք պրոֆեսոր Լեպսյուս։ Հարգելի ներկաներ, դատարանը գնում է խորհրդակցության։ Տիկնեք եւ պարոններ, հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Ինչ է կատարվել Ամբաստանյանի հոգու հետ, եւ նա տեսել է Թայլանդը։ Դուք ասում եք, սպանվել է գերմանական դաշնակիցը։ Դա ճիշտ չէ։ Երի թուրքերը երբեք չեն եղել գերմանական ժողովրդի դաշնակիցները։ Նրանք պաշտպանել են բռնի ուժի դրոշը, ընդդեմ արդարության մարդու։ Այս աշխարհում արդարությունը ամեն բանից վեր է դասվում։ Աստծուց անմիջապես հետո գալիս է արդարությունը, հետո միայն մարդը։ Մի ժողովրդի տեղահանելու հրամանը ամեն ինչ հրեշավոր բան էր, որը կարող է ծնուն դառնել երի թուրքերի ուղղում։ Նրանք այդ անել չհամարձակվեցին փորձում իրականացնել։ Հայ ժողովուրդը այլևս չպետք է գոյություն ունենա։ Հրամանը տրված է նախարար Թայլաթի կողմից, իսկ Ամբաստանյանի մտքում իր ժողովրդի հազարամյա տանջանքների հաշվեկշիռն է տեղի ունենում։ Ես հարցնում եմ, կա արդյոք ավելի մարդկային բան, քան մեր առաջ կանգնած երիտասարդի արարքան։ Նա հանդես է գալիս որպես իր ընտանիքի ներկայացուցիչ, որպես իր մոր ներկայացուցիչ։ Մայրն ասում էր նրան, դու այլևս իմ որդին չես։ Այսքանից հետո ինչ պետք է աներ նա։ Բնական է, պետք է վերցներ ատրճանակը եւ վայր իջներ։ Վայր իջներ ի կատար ազդելու արդարության ոգին, ընդդեմ բռնի ուժի ճնշողների։ Նա գալիս է ընդդեմ մեկի, որը 1 միլիոն սպանվածներ, որը 1 միլիոն հայ է սպանել, որը ոչինների մեղքն ունի։ Նա գալիս է որպես իր ծնողների, իր քույրերի, եղբայրների, երեխաների ներկայացուցիչ։ Նա գրում է արդարության դրոշը, մարդկության դրոշը, վրեժխնդրության դրոշը, իր ազգի պատվի համար։ Երիտասարդը դուրս է գալիս ընդդեմ նրա, ով պղծեց իր ընտանիքի պատիվը, ոչնչացնել տվեց բարօրությունը, բնաջին ջանել տվեց մի ամբողջ ժողովրդի։ Պարոններ, ասացեք պարզապես, նա մեղավոր չէ, իսկ մնացածը մեր գործը չէ։ Ոտքի դատարանն է գալիս։ Ես գերմանացի գերագույն դատավորս ստորագրում եմ որոշումը եւ ազդարարում դատավճիռը։ Ամբաստանյանը ազատ է արձակվում պետական դրամարկղի հաշվին, ջնջվում է նրա հանդեպ դատական նիստը։ Մեկ մարդ է սպանել, բայց մարդը սպանչում։